Զելենսկին համաձայնել է օգնել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմում։ Սեփական պատերազմն ավարտելու բազմաթիվ անհաջող փորձեր արած երկրի առաջնորդի նման օգնությունը կարող է տարօրինակ թվալ, բայց 4 տարի պատերազմող Ուկրաինան չպատերազմող երկրների համեմատ մի մրցակցային առավելություն ունի։ Դա զենքերի հետ առնչվելու 4-ամյա փորձն է։ Այսպես երկիրն ասում է. «Ես գիտեմ ինչպես հակազդել ձեզ վախեցնող զենքերին եւ պատրաստ եմ դա անել»։ Партнери звертаються до нас, до України, щоб Գործընկերները դիմում են մեզ Ուկրաինային շահեդներից պաշտպանվելու հարցում օգնության, փորձագիտության եւ գործնական աջակցության համար։ Այս հարցի վերաբերյալ հարցումներ են ստացվել նաեւ ամերիկյան կողմից։ Վերջին օրերին ես խոսել եմ Միացյալ Արաբական Էմիրությունների, Քաթարի, Հորդանանի, Քուվեյթի ղեկավարների հետ։ Նախատեսվում են հետագա բանակցություններ այլ տարածաշրջանային առաջնորդների հետ։ Զելենսկին օգնության անշահախնդիր չլինելու մասին բարձրաձայնել է առանց հետևեթանքի։ Տրամադրվող ցանկացած օգնություն միայն այն պայմանով է, որ այն չթույլատնի սեփական պաշտպանությունը եւ ծառայի որպես ներդրում դիվանագիտական կարողությունների մեջ։ ми допомагаємо зараз. Մենք օգնում ենք նրանց, ովքեր օգնում են մեզ պատերազմը պատվով ավարտելու հարցում։ Թրամփը, որ ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է օգնություն ընդունելու ցանկացած երկրից, այդ հարցով դիմել է հենց Ուկրաինային, որը Իրանի վրա հարձակման առաջին օրվանից էր ասում. «Օգնեք Ռուսաստանի հետ սահմանել մեկամսյա հրադադար եւ մենք մեր սարքերն ու մասնագետներին կուղարկենք Մերձավոր Արևելք»։ Այս օգնությունից հետո ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների ընթացքի մասին նոր կանխատեսումներ չեն արվում, բայց այն, որ Մերձավոր Արևելքի զարգացումները ողջ աշխարհի ուշադրությունը շեղելու են Ուկրաինայից, ենթադրվում էր մի քանի օր առաջ։ Պոլիտիկոն մարտի 3-ին գրեց. Եթե Միացյալ Նահանգները ներքաշվի Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության մեջ, Ուկրաինան կարող է կորցնել ամերիկյան զենքը, քանի որ ամերիկյան ուժերը դրանք մեծ քանակությամբ օգտագործում են Իրանի դեմ։ Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ արեց դաշնակիցներին ուշադիր լինել Ուկրաինայի կարիքների նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ֆոնին։ Սակայն ավելի ուշ արդեն Զելենսկին դիմելով Ուկրաինայի ժողովրդին ասել էր. «Պատերազմն ու դրա հանգուցալուծման խնդիրը հետին պլան է մղվել»։ Зараз через ситуацію Առայժմ Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ ազդանշանները դեռ չեն եկել, սակայն հենց անվտանգության իրավիճակը եւ ավելի լայն քաղաքական համատեքստը մեզ թույլ տան վերսկսել եռակողմ դիվանագիտական աշխատանքը, դա կարվի, Ուկրաինան պատրաստ է դրան։ готов. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սակայն ասել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում որոշակի տեղաշարժ կա։ Определенное продвижение есть. Աբու Դաբիում կայացած բանակցությունների 2 եւ Ժնևում կայացած 1 փուլի արդյունքում որոշակի տեղաշարժ արձանագրվել է։ Խոսքը մասնավորաբար հումանիտար խնդիրների, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակումների մասին է, որքան ես եմ հասկանում, որոշակի առաջընթաց կա նաեւ հիմնարար պայմանավորվածությունների կատարման մոնիտորինգի հարցի շուրջ։ Լավրովը սակայն չի մոռացել նշել, առարկայական պայմանավորվածությունները առայժմ չկան եւ մինչեւ բանակցությունները գործողության, իսկ ավելի կոնկրետ գործողության դադարի մասին որոշում չեն դառնում, Ուկրաինան նախընտրում է արտահանել պատերազմի ընթացքում ձեռք բերած գիտելիքը, հուսալով, որ որպես փոխհատուցում կհասնի պատերազմն ավարտելու մասին Ռուսաստանի պատրաստակամությանը։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։